Ողջույն արտանիշ վրանային ճամբարից։ Ճամբարականներս կանրադառնանք Տոլմայի հարուստ պատմությանը, բացահայտելով խաղողի տերևներով բարուրված այս համեղ ուտեստի գաղտնիքները, տեսակները և կփորձենք օգնել մեր ջոկատավարներին այն պատրաստել։ Տոլման պատրաստում են և մսային և բանջարեղենային հումքով, լցոնած և փաթաթված տիլի մեջ, ուրարտերեն տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերև, այստեղից էլ տոլմա, խաղողի տերևի մեջ լցոնված և փաթաթված ճաշատեսակ։ Դարերի ընթացքում այս ուտեստը ընդունվել, հարմարեցվել և տոնվել է տարբեր մշակույթների կողմից, իր վրա կրելով տարբեր ազդեցություններ։ Տոլման հսկայական մշակութային նշանակություն ունի։ Ավանդական այս ուտեստը, որը հաճախ պատրաստվում է տոնական առիթների, ընտանեկան հավաքույթների և տոների ժամանակ, խորհրդանշում է միասնությունը, ժառանգությունը և ավանդույթների փոխանցումը մի սերնդից մյուսին։ Տոլմայի պատրաստումը սիրո աշխատանք է, որը միավորում է ընտանիքներին և համայնքներին։ Երբ նրանք հավաքվում են միասին խաղողի տերևները քաղելիս և տոլման փաթաթելիս։ Երբ մենք ուսումնասիրում ենք տոլմայի հարուստ պատմությունը, հասկանում ենք նրա ամենազորավոր կողմը՝ ուտեստի հավաքական ուժը։ Այս սիրելի ուտեստը միավորում է ընտանիքներն և ընդգծում գերդաստանի գեղեցկությունը բառի ամբողջական իմաստով։